Ճշմարիտ արվեստը չի կարող դուրս լինել կյանքից ու իրականությունից։ Ստեփան Զորյանի խոսքերն են։ Թեև 2011-ը հոբելյանական չէ, լրանում է մեծ լոռեցու ծննդյան 122-ամյակը, այդուհանդերձ թանգարանի բակը մարդաշատ է։ Այստեղ են հավաքվել զորյանասեր հասարակությունը, քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, մարդիկ, ովքեր հիշում եւ գնահատում են մեծ լոռեցու կյանքն ու գործը։ Վարազդատ Պապ-թագավոր հայոց բերդ գործերի շարքը կարելի է երկար թվել։ Սրանից 122 տարի առաջ սեպտեմբերի 15-ին Լոռիում ծնունդ առավ հայ գրականության ականավոր դեմքերից մեկը՝ Ստեփան Զորյանը, ում ծննդյան տարեդարձն ավանդաբար մեծ շուքով է նշվում Սիրված արձակագրի տուն-թանգարանում։ Այս տարի կազմակերպված տոնական միջոցառման իրենց մասնակցությունն էին բերել քաղաքի տաղանդաշատ երիտասարդները, գրողները, արվեստագետները, տենոր Վաննո Թադեոն, Վանաձորի պարային համույթները։ Միջոցառմանը ներկա էին նաև թանգարանի հիմնադիր տնօրեն Ջուլիետա Եղյանը եւ նախկին տնօրեն բանաստեղծ Ռազմիկ Պողոսյանը, ով սրտի ցավով նկատեց Վալտեր Թորոսյանի բացակայությունը։ Այս ուռենին ի դեպ Վալտեր Թորոսյանի ձեռքով է տնկվել։ Տոնական միջոցառմանը հիշատակվեց Ստեփան Զորյանի անցած գրական ուղին։ Անդրադարձ կատարվեց Սիրված արձակագրի մարդկային կերպարին, եղավ նաև բեմադրություն։ Խոսելով Զորյան արձակագրի մասին, մերօրյա գրողներից ոմանք կարծիք են հայտնում, որ նա վաղուց արդեն դարձել է լոռվա խորհրդանիշ, լրացնելով բնաշխարհի թումանյանական փառավոր անվանաշարքը։ Ազնապես ճանաչել եմ Զորյանին, Զորյանի հետ շատ երիտասարդ տարիքում, երիտասարդ գրողներով մենք եկել ենք հյուր իրեն, այս իր ընդունարանում նստել է, խնձոր է հյուրասիրել մեզ, լուսանկարվել ենք, մեր կատարած ստեղծագործական աշխատանքով է հետաքրքրվել։ Ստեփան Զորյանը ինձ համար այն արձակագիրն է, ում ստեղծագործություններով ես կրթվել ու դաստիարակվել եմ դպրոցական տարիներին։ Նա մեծ արձակագիր է, դասական է եւ հազվադեպ այն գրողներից է, ովքեր կապրեն դարեր շարունակ։ Այսօրվա խորհուրդը իրոք մեծ է եւ անկախության օրվանը նվիրված Հայաստանի անկախության 23-ին եւ Զորյանի ծննդյան 122-րդ տարեդարձին։ Կարծում եմ արդարացված համատեղում է սա, որովհետև Զորյանն իր ողջ ստեղծագործությամբ, իր ողջ գործունեությամբ նախապատրաստել է այս անկախությունը մեզ համար։ Միջոցառման ամենասպասված պահը խնձորենիների թափահարումն էր։ Այս տարի ի տարբերություն նախորդի բնությունը փոքր-ինչ բարեհաճ էր գտնվել։ Միջոցառման ավարտին հյուրերը ճաշակեցին Սիրված արձակագրի ձեռքով տնկված ծառերի պտուղները։ Լիանա Պեչենևսկայա, Ելենա Սաքանյան, Լոռի հեռուստաընկերություն։